Ահա այսպես ուղիղ 24 տարի առաջ 1991-ի նոր տարվա հաղորդման մեջ նորաշատ ջութակահարներ Կարո Հայրապետյանի եւ ֆրանսահայ Շուշաննայի կատարմամբ հնչեց այս բարեղանակը։ Հետագայում նաեւ Սամվել Երվինյանի վիրտուոզ կատարմամբ։ Սա այն հազվագյուտ մեղեդիներից է, որն իր առանձնահատուկ ջերմությամբ ու տոնական վառ հուզականությամբ միանգամից սիրելի ու հարազատ թված մարդկանց։ Իսկ ով էր այդ հեղինակը։ Հաղորդումից հետո այս հարցը շատերն էին միմյանց ուղղում։ Մարդիկ ուսերն էին թոթվում եւ ինչ ասես չէին ենթադրում։ Ամենատարածված կարծիքն այն էր, որ սա հենց Կարոյի հորինած մեղեդին է, մյուսները կասկածում էին, բայց իրենք էլ չգիտեին ճշմարտությունը։ Իսկ գիտեք ինչու չգիտեին։ Մեր ժամանակների համար շատ անսովոր, գրեթե անհասկանալի պատճառով փայլուն բարեղանակի հեղինակը ամեն կերպ թաքցնում էր իր անունը։ Ի վերջո, մեկ ուրիշը նրա տեղը լիներ, իլուր բոլորի հպարտությամբ կասեր ես այսինչ մարդն եմ։ Իդեպ այսօր էլ քչերը գիտեն իսկությունը, թե ինչու է այդպես կիմանաք հաղորդման վերջում։ Իսկ այժմ տեսնենք որտեղից, որ ակունքներից է գալիս այդ զարմանալի մարդը, մեր հաղորդման հերոսը։ Եկեք փոքր-ինչ բացենք ժամանակի վարակույրը եւ տեսնենք ինչ էր թաքնված օրերի հեռվում։ 7 տարեկան էր ընդամենը, երբ մի օր տեսնում է, որ կուլտուրայի տուն են բերում դաշնամուր, ինչի հետևանքով այդ գիշեր ամբողջ քաղաքը սկսում է փնտրել կուսակցական բարձր պաշտոնյայի որդուն։ Եվ միայն առավոտյան, երբ պահակը բացում է կուլտուրայի տան դուռը, տեսնում է տղային դաշնամուրի մոտ կուչ եկած։ Այսպես գտավ նա իր առաջին դաշնամուրը։ Կյանքը նրան սիրեց, հասավ ամենամեծ բարձունքների, բայց այդ առաջին դաշնամուրը մանկության օրերի առաջին հրաշքը նրա համար մնաց անփոխարինելի նվիրական հուշ, որն այսօր էլ իր սրտում է։ Չէ՞ որ մանկության առաջին ակորդներից է սկսվում այն մեծ սիմֆոնիան, որը կոչվում է կյանք։ Բարեկամներ, սա պատմություն է այդ փոքրիկ դաշնակահարի մասին, որն այսօր արդեն պատկառելի այր է, հրաշալի երաժիշտ, բացառիկ մարդասեր ու հոգատար ղեկավար, բժիշկ, գեղեցիկ մարդ եւ ձևով եւ բովանդակությամբ։ Եթերում երգերքոցն է տաղանդավոր երաժիշտ երգահան Մխիթար Մնացականյանի հրաշալի երգերով ու մեղեդիներով։ Նրա ծննդավայրն ու մանկության օրերի անմոռաց աշխարհը Սևանն է, մեր հայրենիքի կապուտաչյա գեղեցկուհու հավերժ շքնաղ պատկերով։ Սևանացով ակորդեոն Գևորգ Մովսիսյան, ջութակ Արսեն Անդրեասյան, հեղինակ Մխիթար Մնացականյան։
Դիպված հաղորդաշարի հեղինակ Զավեն Հարությունյան։ Ես այսօր ուրախ եւ երջանիկ եմ, որ երկրիկուց անդրադարձել է Մխիթար Մնացականին, որն իմ 20 տարվա բարեկամն է, ոչ միայն ընկերություն ենք անում, այլ նաեւ ստեղծագործական համագործակցության մեջ ենք։ Մենք հանդիպել ենք 20 տարի առաջ եւ երբ ես մի մեղեդի լսեցի արձագանք ստուդիայում, այն ժամանակ ես մարզահամերգային համալիրի գլխավոր ռեժիսորն էի եւ ասացի սա ֆրանսիական մեղեդի է։ Անշուշտ այս խոսակցությունը հասնում է Մխիթար Մնացականին, որին ես չեմ ճանաչել, հետո ծանոթանում ենք եւ Մխիթար Մնացականին ինձ ասում է. «Դե եթե դուք որակել եք որպես ֆրանսիական մեղեդի, ապա բարի եղեք գրեք ֆրանսերեն տեքստ»։ Եվ ես գրեցի ֆրանսերեն տեքստ, շատ գեղեցիկ երգ ստացվեց, ինչու եմ սա ասում, որ այս գեղեցիկ հայկական պարից հետո Մխիթար Մնացականյանի երգավոճը, երգապնակը, երաժշտական պնակը շատ գունեղ է եւ ստեղծել ֆրանսիական ոճի երգ դա նույնպես նրա հոգու կանչն է Մխիթար Մնացականի եւ ստեղծվեց շատ գեղեցիկ մի դուետ, շատ մի գեղեցիկ երգ իմ տեքստով գրված։ Regardez-nous sur cette petite scène, écoutez notre histoire de bien-aimés. N'oubliez pas l'histoire de la belle reine qu'on avait tant cherché, mais regardez-nous sur cette petite scène, écoutez notre histoire de bien-aimés. N'oubliez pas l'histoire de la belle reine qu'on avait tant cherché. Մեր համագործակցությունը շարունակվեց եւ Մխիթար Մնացականին դարձավ դիպված հաղորդաշարի առաջին հերոսներից մեկը։ Մխիթարը չգիտեր իր գլխի գալիքը դիպվածի ժամանակ եւ այդ հսկա առնական տղամարդը նկարահանման ժամանակ նստած է, մի տեսանյութ ենք ցուցադրում, այդ տեսանյութում երգում է մեր շատ սիրելի երգիչը Ռուբեն Մաթևոսյանը, Մխիթար Մնացականի երգերից մեկը նվիրած մայրիկին։ Մխիթար Մնացականյանը 1-2 րոպե անց դադարեցնում է նկարահանումը, որովհետև նա չէր կարող դիմանալ, չէր կարող նստել, ուզում եմ ասել, այս մեղեդի ստեղծողը նման հոգի կարող էր ունենալ, որ չդիմացավ նկարահանման ժամանակ, երբ խոսք գնաց իր մայրիկի եւ իր մայրիկի նվիրված երգի։ Սա խոսում է իսկապես մի մարդու մասին, որը ոչ միայն երգահան է, նա շատ լավ բժիշկ է, շատ լավ կազմակերպիչ է, երգահան է եւ երաժիշտ է։ Ես ողջունում եմ բոլորիս, շնորհավորում եմ Մխիթար Մնացականին, որ այս տոնական օրով մենք առիթ ունենք վայելելու նրա երաժշտությունը։ Մի առիթով Մխիթար Մնացականյանը խոստովանել է, որ իր համար սերը մի մեծ հավերժական մեղեդի է, որը տարիների հետ ընդամենն իր գույներն է փոխում։ Բայց սերը մարում է միայն այն ժամանակ, երբ մարդու մեջ սիրելու մղումն է մարում։ Նրա կարծիքով այդպիսին են օրինակ նկարիչները, երբ անցնող սիրո հետ խամրում են նաև նրանց կտավի գույները։ Մխիթար Մնացականյանի երաժշտության գաղտնիքն իր մարդկային հզոր ու միշտ երիտասարդ կերպարի մեջ է։ Նրա համար կյանքը ամբողջովին սեր է, մշտական սիրահարվածություն աշխարհին, իսկական սիրո մեղեդի։ Սիրո մեղեդի, խոսք Անահիտ Սահակյանի, երաժշտությունը Մխիթար Մնացականյանի։ Երգում են վարպետներ համույթի մերեկչուհի Անահիտ Սահակյանը եւ Հակոբ Գալստյանը։ Հայացքի անուշ մի դող մարեցիմ հոգու լույսները քո նայվածքի սիրո միշոտ դարձավ իմ երազները կապեցին ինձ անհուր մեղքով հավերժական սիրո երգով իմ երազի չքնաղբերի մնացինք երկուսով Իմ սրտում մինոր կրակվարեցի Միթե այդպես է պահը իրական Այսպես է ծնվում սերը իսկական Մին
թող ինձ մենակ երասի ծովում դարձիր հավերժով իմ սիրո Ես քեզ կտամ իմ սերը, բախտիդ համար մի դողա, սիրո բույրով ինձ օծիր, իմ գրկում մնա, թող բացվեն կյանքի դռները, փարոս դառնա մեր սերը, դու ես իմ միակ նվերը, իմ օգուտերը, ու այսպես ծնվեց սիրո մեղեդի, նա ինձ հավերժեց բախտի կամարի, մեր սիրո ճամփան ով մեզ ուղեկցիր, այն ես միայնակ երբեք չեմ անցնի, իմ երկն ու սերը թող լինի վկա, քեզ հավատալով կարոտ չի մնա, իմ հոգուտեն չդառնամ բաժան, դու ինձ փնտրեցիր, իսկ ես քեզ գտա. Ես քեզանով եմ ապրում ու տենչում Իսկ ես քեզանով ինձ հավերժացնող, եկ սիրով քայլենք դեպ երջանկություն, ապրենք արհոտ սեր ու միություն, քո ծաղիկների ուրմունքից արված, քո գարկում կապրեմ քեզնով հիացած և սերն է արքան ամբողջ աշխարհի, կյանքը թող դառնա և սերն է արքան ամբողջ աշխարհի, կյանքը թող դառնա սիրո բանալի սիրո բանալի. Կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար Գայանե Գասպարյան։ Ես մեծ հպարտությամբ պետք է ասեմ, որ ես ու Մխիկ ընկերներ ենք 43 տարի։ Եվ 43 տարվա մեջ ոչինչ չկարողացավ թե ժամանակ, թե սոցիալական կարգեր, թե մարդիկ, թե կամեցող ու չկամեցող չկարողացան անգամ կապնել այդ ընկերությանը։ Եվ քանի դեռ մենք ողջ ենք, այդպես էլ պետք է շարունակվի։ Ծննդյան ասորը գտնվում է Ֆրանսիայում եւ զբոսաշրջիկների մի մեծ նավ էր եւ պատկերացնում եք մեկ ժամ գեղեցիկ տարբեր ազգերի երաժշտություններ են հնչում եւ հանկարծ հնչեց Սևանացով երաժշտությունը։ Մենք հայերով շփոթված իրար ենք նայում, մտածելով ով է պատվիրել, ու հետո տեսանք, որ ամբողջ ժողովուրդը նստած տեղը սկսում է շարժվել, ու երբ որ մենք հայերով 6 հոգի ենք դուրս եկանք բեմի վրա ապարելու,
ոչ մեկ չէր մնացել սեղանի շուրջը, ամբողջ ժողովուրդը պարում էր Էդի տակ, այդ երաժշտությունը չունի ազգային պատկանելություն, բոլորին տեղից հանում է։ Մեր ստեղծագործական խմբի համար հաճելի է նշել, որ Մխիթար Մնացականյանի արվեստակից բարեկամն ու հին ու բարի օրերի լավագույն ընկերներից է մեր նվագախմբի ղեկավար Արթուր Հակոբյանը։ Նրանց ստեղծագործական համագործակցությունը սկսվել է 1991 թվականին, երբ Արթուրը վերջապես իմացավ, ով է Կարո Հայրապետյանի կատարմամբ հնչող հանրահայտ պարային սյուիտի իսկական հեղինակը եւ ծանոթացավ նրա հետ։ Արդյունքը հրաշալի էր։ Մխիթար Մնացականյանի գրեթե բոլոր ստեղծագործությունները գտան իրենց փայլուն գործիքավորողին։ Այդպիսի գեղեցիկ արդյունքներից է նաև Քարավանը, որը հեղինակի վկայությամբ ծնվել է Իսահակյանի հանճարեղ պոեմի ուղղակի ազդեցությամբ։ Իսկ Մեղեդու ստեղծման շարժառիթը իր կյանքի մի հատվածում ճարահատյալ դեգերումներն էին աշխարհով մեկ ծանր տարիներին իր դառն ապրումների ու հիասթափությունների շարանը։ Քարավան կլառնեց Սլավա Մանուչարյան երաժշտությունը Մխիթար Մնացականյանը։
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գաբրիել Սնդուկյանի անվան ազգային թատրոնի դերասան Մուրադ Ջանիբեկյան։ Եթե ամեն ինչ հնարավոր լիներ խոսքով փոխանցել, ապա չէր լինի երաժշտությունը, նկարչությունը, թատրոնը, կինոն։ Մի հետաքրքիր միտք ասում է գերմանացի ազգայինքան շատ է սիրում երաժշտությունը, որ նույնիսկ Աստծուն էլ է պատկերացնում երգելիս, որովհետև ամեն ինչի մեջ երաժշտություն կա, իսկ ամբողջ աշխարհը երևի օշներ կա։ Բրավո Մխիթար։ Մխիթար Մնացականյանն առանձնահատուկ ջերմությամբ է հիշում ընկերոջ մայրիկի այն խոսքը, թե երջանկությունն այն է, երբ բավարարվում ես եղածով։ Մխիթարն իր բնատուր ձիրքերի եւ աշխատասիրության շնորհիվ շատ մեծ բարձունքների հասավ, բայց երբեք չմոռացավ այդ մեծ պատվիրանը։ Հետագայում շատերին ձեռք մեկնեց Մխիթարը եւ այսօր էլ ձեռք է մեկնում, բայց ոչ այն բարեգործի պես, ով միայն հարստանալուց հետո է հիշում կարիքավորին։ Նա որոշեց, որ ինքը բոլորից մեկն է, ով իրավունքից առաջ ունի պարտականություն այս աշխարհի եւ մարդկանց առջեւ, եւ իր գործերի գնահատումը թողեց ուրիշներին։ Մխիթար Մնացականյանի մեծ կենսագրության համառոտ պատմությունը հետեւյալն է. Բժշկական ինստիտուտ, տեխնացուական թեզի պաշտպանությամբ, Խորհրդային Միության ներքին գործերի նախարարության ղեկավար աշխատողների բարձրագույն դպրոց, վիրաբույժի աշխատանք Սևանի հիվանդանոցում, այնուհետև դատաբժշկական փորձագետ, ներքին գործերի համակարգում հիվանդանոցի պետ, 1994-ից առ այսօր Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոն, տնօրենից մինչև հայկական Կարմիր խաչ ընկերության նախագահ։ Աշխարհի տարբեր համալսարանների եւ ակադեմիաների պատվավոր պրոֆեսոր է, արժանացել է բազում մեդալների եւ պետական պարգևների։ Եղել է ազգային ժողովի падգամավոր, 2009 թվականին նշանակվել է նաեւ որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։ Իդեպ նա եղել է փայլուն մարզիկ, սպորտի վարպետ։ Ժամանակին նույնիսկ հասցրել է դառնալ Խորհրդային Միության ըմբշամարտի գծով Բուրևեստնիկ ընկերության չեմպիոն։ Այսօր Մխիթար Մնացականյանը սիրած աշխատանքից բացի վայելում է հարազատ ընտանիքի, սիրելի կնոջ, զույգ զավակների, հրաշալի թոռնիկների եւ անհամար մոտ ու հեռու ընկերների ներկայությունն իր կողքին։ Իսկ երաժշտությունը, իհարկե, այսօր էլ նրա հետ է որպես անդավաճան ու հարազատ ընկեր, որպես հոգու տոն, որպես անխարդախ հայելի, որի մեջ տեսնում է եւ հին ու բարի օրերի թանկ ակնթարթները, եւ նոր երազանքների տեսլականը։ Նրա օջախի դուռը միշտ բաց է բարեկամի ու սրտամոտ անծանոթի համար։ Ինչպես հին փիլիսոփան է ասել, նրա մոտ դուք անպայման կգտնեք առնվազն արդար հաց ու մաքուր ջուր։ Եվ կգտնեք ամենակարևորը, տաղանդավոր ու լավ մարդու բարեկամությունը, կյանքի հսկայական եւ ուսանելի փորձով իմաստավորված բարեկամությունը։ Բնական հարց կարող է ծագել, ինչու այդքան էլ շատ չեն Մխիթար Մնացականյանի երգային ստեղծագործությունները, մանավանդ որ եղածները խիստ մարդկային են եւ հուզիչ։ Խնդիրը հենց այդ է, լավ հասկանալով խոսքի արժեքը, նա երկյուղացությամբ է մոտեցել երգին, գրել է միայն այն պահին, երբ չի կարողացել չգրել։ Այս ստեղծագործությունը Մխիթար Մնացականյանը հատուկ գրել էր ակորդեոնի համար։ Երգչուհի Գայանե Սերոփյանը, երբ լսում է երաժշտությունը, անմիջապես առաջարկում է այն վերածել երգի եւ գրում է բառերը։ Իդեպ այսօր երգը հնչելու է հենց իր Գայանե Սերոփյանի կատարմամբ։ Սիրտ իմ երաժշտությունը Մխիթար Մնացականյանի։ Anverç pentlu
ինքնասխերով լիվել է թրջում Սիրտին սեր է տենչում Աստղերը երկնքից սեր են կանչում Հենց սիրտին անհույս կանչում է Սերի մուրես արի Քեզ կորցրել եմ անցած օրերում Քեզ եմ փնտրում հեռուներում Քեզ կորցրել եմ անցած օրերում Քեզ եմ փնտրում հեռուներում Հենց սիրտին քեզ կանչում է Սերի մուրես արի Քեզ կորցրել եմ անցած օրերում Քեզ եմ փնտրում հեռուներում Քեզ կորցրել եմ անցած օրերում Քեզ եմ փնտրում հեռուներում Քեզ կորցրել եմ անցած օրերում Քեզ եմ փնտրում հեռուներում Մխիթար Մնացականյանի քույրը Բելլա Մնացականյան։ Մխիթարը ծնվել է մի ընտանիքում, որտեղ երաժշտությունը եղել է բավականին ընդունելի, որովհետև հայրս շատ սիրում էր երաժշտություն, մեծացանք յուրաքանչյուրս առանձին երաժշտության հետ ինչ-որ կապ ստեղծեցինք։ Իհարկե ցավոք Մխիթարը չունեցավ երաժշտական ոչ մի կրթություն, նրա ստեղծագործությունները նրա հոգու զգացածի արդյունքն են, եւ չնայած մեր ընտանիքի 3 երեխաներս երաժշտական դպրոց էին հաճախում, իսկ ինքը ոչ, սակայն մեզանից լավ եւ մեզանից ավելի հրաշալի սկսեց նվագել ինքը։ Նա հավասարաչափ դպրոցում էր շատ բարձր առաջադիմությամբ սովորում, նա հրաշալի սպորտսմեն էր, նրա ստեղծագործությունների առաջին ունկնդիրները բնականաբար մեր ընտանիքի անդամներն էին։ Այս մեղեդու մեջ կա եւ անթակույց բողոք եւ թախիծ։ Թվում է բողոքն ու թախիծը իրարամերժ բաներ են, բայց երբ ծանոթանում ես Մխիթար Մնացականյանի կյանքին, տեսնում ես ամեն ինչ՝ եւ ճակատագրի բարի կամքով հորդացող լույսեր, եւ դավադիր ստվերներ, եւ խանդավառություն, եւ հուսախաբություն, եւ վերին բարձունքների նվաճումներ, եւ դառը հիասթափություններ։ Այստեղից էլ հոգեվոր ըմբոստության ու լուսավոր տխրության միասնությունը։ Եվ այս ամենը երկու բառով հրաժեշտի մեղեդի։ Կարեն Դուրգարյան, սաքսոֆոն, հեղինակ Մխիթար Մնացականյան։
Կոմիտասի անվան քառյակի առաջին ջութակահար Երևանի Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդվարդ Թադևոսյան։ Ընկերության մեջ մխիթարը, մեր մխիկը երևի թե առանցքն է ընկերության։ Ես ծանոթացել եմ եղբորս միջոցով, միասին սովորել են բժշկական ինստիտուտում, բայց հետո մխիթարը դարձել է մեր ընտանիքի համար, մեր գերդաստանի համար, ես կասեի, հարազատ մի մարդ, մի անձնավորություն, որի կարիքը մշտական ես զգում եմ։ Ի վերուստ, մխիթարը օժտված է շատ ընդունակություններով, բայց ինչ վերաբերում է երաժշտությանը, եւ կարծում եմ դա դեր խաղաց, որ բացի երգելուց ինքը իմիջիայլոց հոյակապ երգում է, մխիթարը հոյակապ երգում է եւ միշտ զարդարել է մեր ընկերական հավաքները, բայց կարծեմ ցանկությունը ստեղծագործել դա եկավ նրանից, որ իր մեջ դա կարիք էր, պահանջ էր, դա չէր կարող ուրիշ կերպ լինել, նա անպայման պիտի ստեղծագործեր։ Ես հաճախ ասում եմ, որ երաժշտությամբ պիտի զբաղվի այն մարդը, որը չի կարող չզբաղվել երաժշտությամբ եւ ոչ թե նրանք, ովքեր ուզում են զբաղվել։ Մխիթարը եթե բժիշկ չդառնար, հավանաբար բժշկությունը ինչ որ բան կկորցներ դեմս մխիթարի, բայց այն հանգամանքը, որ նա երաժիշտ չի դարձել, երաժշտությունը հաստատ վստահ կորցրել է։ Ժամանակին Առնո Բաբաջանյանի մասին ասել էին. մեր բախտը բերեց, որ Առնոն գնաց կոմպոզիցիայի գծով եւ ոչ թե դաշնակահար դառնալու։ Չնայած նա փայլուն դաշնակահար էր, բայց չնվիրեց իրեն 100%-ով կատարողական արվեստին, այլ գնաց կոմպոզիցիայով։ Հիմա թող ոչ ոք չվիրավորվի, բայց մեր պրոֆեսիոնալ կոմպոզիտորներից երևի շատերի բախտը բերեց, որ մխիթարը գնաց բժշկությամբ, իսկ այսօր ես իմացա մի գաղտնիք ինձ համար, չնայած մոտ ուրեմն 5 տասնամյակ է, որ ես մխիթարին ճանաչում եմ եւ հարազատ մարդ եմ համարում, Բելան հիմա ուրեմն ասեց, որ մխիկը նոտաներ չգիտի։ Ուրեմն սա իր եւս մի առավելությունն է մեր նկատմամբ պրոֆեսիոնալ երաժիշտների, որտեղ շատ պրոֆեսիոնալ երաժիշտներ նվագում են նոտաներ, ոչ թե երաժշտություն։ Իսկ ինքը չգիտի նոտաներ, դրա համար երաժշտություն է գրում։ Շնորհակալություն։ Ժամանակին աշխատանքի բերումով հաղորդակցվելով խեղված ճակատագրերով մարդկանց հետ նա ձեռք է բերել կյանքի ճշմարտության մասին այնպիսի իմաստնություն, որը չես սովորի ոչ մի գրքից եւ որին չես հասնի ոչ մի համալսարանում։ Կյանքի հատակում հայտնված մարդկանց մեջ անգամ նա փնտրել է մարդուն, բարձրացրել նրան, ցավին դարման եղել, նույնիսկ հետ պահել ինքնասպան լինելու մտքից։ Այդ մարդկանցից շատերն են այսօր երախտագիտությամբ հիշում նրա հայրական խստապահանջությունն ու եղբայրական հոգատարությունը։ Սա հատուկ առաքինություն է, որ շատ քչերն ունեն եւ այդ քչերը գիտեն այնպիսի մեծ երևույթի իրական արժեքը, որը կոչվում է ընկերություն։ Հին ընկերներ, խոսք Աշոտ Գասպարյանի, երաժշտությունը Մխիթար Մնացականյանի, երգում է Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Գտա դատարկ սև ու սպիտակ մի նկար հինում աշված այս պատկերում լույս կար բարի ու պայծառ պարզ մտքերով պարզ հայացքով չորս դեռահաս ընկիներ ժիրու անկախ ուր է կարծով իմ մանկության ընկերներ Պարզ մտքերով, պարզ հայացքով չորս դեռահաս ընկիներ Ժիրուրը ուր է կարծով իմ մանկության ընկերներ Մեզ հաճախ են հիշում մեր հարազատ փողոցում Ձեր ուսուցիչն ախր քաշում մեր քառյակից դպրոցում Չորս այլանդակ, չորս ավազակ, չորս ամպիտան տղաներ Են թուխելա, ուր է կարծով իմ մանկության տարիներ Չորս այլանդակ
չորս ավազակ, չորս անպիտան տղաներ, խենթուանով, ուրը գրջով իմ մանկության տարիներ, պարտություն են կիսել, և ակնթար թախտական, և թաքցնելով չորսն են սիրել նույն գեղեցիկ աղջկան, չորս միամիտ, չորսն էլ մեծ սիր, չորս բարդիներ եղիրան, ես ողոր լավ եմ պահում, սերն առաջին իսկական, չորս միամիտ, չորսն էլ մեծ սիր, չորս բարդիներ եղիրան, ես իմ հոգում վառ եմ պահում, սերն առաջին իսկական, իմ թորնիկը շուրջը սկսեց արդեն բտտվել, ինձ խնդրում է իմ մանկությունը պատմել, պատկերին այս նա չմնաց անտարբեր, ու շշնջաց երբ մեծանամ, ես կունենամ ընկերներ, չմնաց անտարբեր, ու շշնջաց երբ մեծանամ, ես կունենամ ընկերներ, ու շշնջաց երբ մեծանամ, ես կունենամ ընկերներ. Զավեն Հարությունյան, Երբ պատրաստում է Օհան-Դուրյանի նվիրված հաղորդում, մի քանի ժամ դիտում էի Օհան-Դուրյանի փորձերը վոկալային, ինչպես ընդունված ասել, master class երգիչների հետ։ Դա մեծ դպրոց էր, եւ մի նախադասություն տպավորվեց, որ շատերին Օհան-Դուրյանն ասում էր. «Ճիշտ երգեցիր, հիմա լավ երգիր»։ Մի առիթով, երբ հարցազրույց էի ես անցկացնում, հաղորդման ժամանակ ասաց, որ այդ չինական այբուբենից ես բան չեմ հասկանում։ Ուրեմն մեղեդու ծնունդը հրաշք է, եւ ես ասացի, գիտեք ինչ, մխիթար, ես արվեստի ոչ մի ոլորտում չեմ զարմանում, ինչպես են բալետ պարում, ինչպես են թողներ են նկարում, ինչպես են երգում, ինչպես են խաղում, ներողություն, բաց միակ զարմանքս նա է, թե ինչպես են մեղեդին ծնվում, այն էլ լավ մեղեդին, դա աստվածային հրաշք է։ Եվ որի համար կարծում եմ կոնսերվատորիա ավարտել պետք չէր, բայց դուք իրավացի եք նաև, որ եթե կոնսերվատորիա ավարտել, ինչ կլիներ։ Ես կարծում եմ հաճելի անակնկալ եմ մատուցել պարոն Մխիթար Մնացականյանին, երբ դիպվածի առաջին հաղորդումը պետք է գնար եթեր, հերոսուհին, հերոսը Մեշած Սելի Վարդուհի Վարդերեսյանն էր, եւ պետք է ընտրվեր երաժշտություն դիպվածի տեքստի եւ հերոսի մուտքի։ Ընտրվեց Մխիթար Մնացականյանի երաժշտություն գեղեցիկ մեղեդիներից մեկը, գործիքային կատարում, եւ ինչպես ասում են Մխիթարը բեխաբար ինչ որ բանից զանգահարում եմ, խնդրում եմ Մխիկ ջան, այսինչ օրը, այսինչ ժամին միացնում ես այսինչ ալիքը։ Դիտում է առաջին հաղորդումը եւ զանգահարում է ամենչապես հաղորդումից հետո։ Ասում է Զավեն ջան, վերջապես իմ մեղեդին, իմ երաժշտությունը գտավ իր տունը։ Իսկապես գտավ իր տուն, առ այսօր Մխիթար Մնացականի երաժշտությունը հնչում է դիպատի բոլոր հաղորդումների ժամանակ, ուղեկցում են դիպատի բոլոր տեքստերը եւ բոլոր հերոսների մուտքերը եւ այլ հատվածներ նույնպես, որի համար ես շատ հիրախտապատ եւ շնորհակալ եմ Մխիթար Մնացականյանին։ Ահա այս երաժշտությունն է, որ ուղեկցում է մեր բոլոր հաղորդումները, մեր հաղորդաշարի եւ բոլոր ճակատագրերը ուղեկցվում են
Մխիթար Մնացականյանի երաժշտության տակ։ Մի փոքր ավելի բարձր խնդրում եմ երաժշտությունը։ Ես կարծում եմ արժանի է հոտնկայս ծափարության Մխիթար Մնացականյանը հենց այս երաժշտության տակ իր ճակատագրի համար։ Այս ստեղծագործությունը կոչվում է սպայական վալս։ Հավանաբար նրա կենսագրության հետքը կա այստեղ։ Սա Մխիթար Մնացականյանի այն մեղեդեներից է, որտեղ ակնհայտորեն երևում է նրա երաժշտական նախասիրություններն ու ճաշակը։ Նրա ստեղծագործություններում տեղ չունեն արևելյան անհարկի մելիզմներն ու խայտաբղետ գույները։ Ավելին, օրինակ այս մեղեդու մի հատված մոտենում է նեապոլիտանական հնչյուններին։ Ինչպես ինքն է ասում, իր երաժշտական հայացքը ուղղված է ոչ թե դեպի արևելք, այլ արևմուտք։ Սպայական վալս, ակորդեոն Գևորգ Մովսիսյան, հեղինակ Մխիթար Մնացականյան։
Գայանե Գասպարյան։ Մենք մխիկին հրավիրեցինք ընկերներով պիանո կլուբ Հոլանդիա։ Մենք մխիկի հետ եկանք այդտեղ եւ ես գախնի տնօրենին խնդրեցի, որ հայտարարի, որ մի երկու համար մխիկը նվագի։ Ասեց իսկ ով է այդ մարդը։ Ասեցի Ջո Կոկեր Արմենիա, Հայաստանի Ջո Կոկերը։ Օ, ասեց։ Հաճիկո, պատկերացնում եք մխիկը նստում ադաշնամուրի մոտ, մի կերպ բրթելով, մխիկին հրելով, համոզելով, անհարմար խայտարակություն այդ Երևանը չէ, հենց ասում են դու պիտի գաս նստես, ինքը դες խելոք եկավ նստեց, ինչու մի բան ուզեցավ նվագել եւ այդտեղ պայթեց հասարակության ամբողջ էմոցիան։ Գիտեք ժամը 12:30 նստեց լուսաբացի 5:30 ուժասպար վիճակով ամբողջ ժողովուրդը հրում էր մխիկն ասեց գայ ասեց եթե իմանայի տենցելու ես Հոլանդիա եկողը չէի։ Այս երկից կյանք ու լավատեսություն է հորդում, այստեղ կլսեք ֆրանսիական կանկանի ռիթմերը, իսկ բառերը կպատմեն մարդկային անհաջողությունների ու հաջողությունների մասին։ Այն մասին, որ երբեք պետք չի ընկճվել եւ կանգ առնել, որովե բան չի ստացվում ոչինչ, նորից փորձիր, կյանքն է այդպիսին։ Եվ երգը կոչվում է Կազինո, եւ ըստ էության այս ստեղծագործության թեման ճակատագիրն է։ Կազինո խոսք Ռուբեն Ամիրբեկյանի, երաժշտությունը Մխիթար Մնացականյանի, երգում է Վիգեն Ստեփանյան։ Добрый вечер. Три на черное. Манит зеленый стол роскошным казино, и зазывают звуки джаза. И будто залитом, где игроки кругом, весь зал заполнен до отказа. Садитесь, господа, мы рады вам всегда. Пускай удача улыбнется, бармен налей вина, ведь жизнь нам надана, и снова жить нам точно не придется. Бармен налей вина, ведь жизнь нам надана, и снова жить нам точно не придется. Каждый вечер в казино, где рулетка и вино, ты не выиграл, не беда, завтра вновь придешь сюда. Да, 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 еще раз да, ты гуляй, играй всегда. Ну не выиграл, не беда, завтра вновь придешь сюда. Что там с красным? А теперь 5 на черное. Пульсирует в висках, здесь завтра бума ожидает. Смешалось все вокруг, и карты, и вино. Здесь время будто замирает. Фортуна, я прошу, ну будь со мной добра. А если не судьба, так что же, пускай ты и богат, ведь все вокруг твердят, но без игры ты жить, прожить не сможешь. Пускай ты богат, ведь все вокруг твердят, но без игры ты жить, прожить не сможешь. Каждый вечер в казино, где рулетка и вино, ну не выиграл, не беда, завтра вновь придешь сюда. Да, 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 еще раз да, ты гуляй, играй всегда.
ну не выиграл, не беда. Завтра снова идешь сюда. Ура! Так, черная или красная? Конечно, красная. Ла-ла-ла-ла-ла-ла-ла. Ла-ла-ла-ла-ла-ла. Ла-ла-ла-ла-ла-ла-ла. Завтра вновь придешь сюда. Пока. Մուրադ Ջանիբեկյան։ Արվեստ կարող է սիրել յուրաքանչյուրը, բայց արարել միայն ընտրյալն ու անհատը։ Մխիթար, իմ լավ ընկեր, ես չգիտեի, որ այդ խոշոր հզոր մարմնի մեջ այդքան նուրբ հնչյուններ են թաքնված։ Երևի քո լռության խոսքերը փոխանցել ես երաժշտության։ Ես քեզ ցանկանում եմ շատ երկար տարիներ, որովհետև ասելիք ունես։ Ու երբեմն ինձ թվում է, որ եթե ասելիք ունես, Տերը մի քիչ էլ է ավելացնում կյանքի տարիները։ Մխիթար Մնացականյանը կյանքի մարդ է, մարդկային շփման վարպետ, խոսքաշեն ու զվարճախոս զրուցակից։ Նրան ճանաչել են եւ նրա շռայլ ընկերությունն են վայելել շատ երևելի անձինք, այդ թվում ժամանակի ռուս մեծ արտիստներից շատերը, օրինակ սովետական կինոյի տաղանդավոր վարպետ Եվգենի Մորգունովը։ Մեծ սիրով է հիշում մեր հանճարեղ Ֆրունզիկին, Մեհեր Մկրտչյանին, ում հետ շփվել է հաճույքով եւ առիթը բաց չի թողել անպայման հյուրասիրելու նրան։ Ջիվան Գասպարյանը իր սրտամոտ ավակ ընկերն է։ Ես քեզ շնորհավորում եմ քո տաղանդը, շնորհավորում եմ քո աշխատանքը, քո անկեղծ նվիրյալ հայ ոնց որ քո ձայնագրությունները ժողովրդը ծանոթանա, որ իմանա այդ երգերը, այդ բարերը, այդ հրաշալի բարերը ով է գրել, որ հեղինակը դու ես։ Համագործակցել եւ ընկերություն է անում նաեւ Մելիք Մավիսակալյանի ու Երվանդ Երզնկյանի հետ։ Ես հավանում եմ իր երաժշտությունը, որովհետև իր երաժշտությունը անկեղծ է եւ գալիս է սրտից։ Եվ ինքը այն մարդն է, որ ունի շատ ընկերներ, որովհետև ինքը ունի շատ մեծ սիրտ եւ շատ բարիություն կա իր մեջ եւ այն խարիզման, որ իր մեջ կա, ես շատ եմ սիրում եւ հարգում։ Մտերիմ է Արամ Սաթյանի հետ։ Տաղանդավոր մարդը ամենտեղ է տաղանդավոր։ Մխիթարը լինելով բժիշկ կարողանում է հայլուն նվագել դաշնամուր եւ կարող եմ ասել հոգուց բխած մեղեդի ստեղծել։ Իր մեղեդիները լինելով ազգային միևնույն ժամանակ կարողանում են հասնել ոչ միայն հասարակ ժողովրդի սրտին, այլ նաեւ այն մարդկանց, որոնք կարողանում են գնահատել, կարողանում են հասկանալ այն, ինչ որ ստեղծվում է։ Ափսոսանքով ու մեծ հարգանքով է հիշում իր լավ բարեկամ Արամայիս Սահակյանին։ Հատուկ ակնածանքով է խոսում հայ բեմի մեծ վարպետ Գուրգեն Ջանիբեկյանի մասին։ Հիշում է, թե ինչպես հայ բեմի մեծ վարպետն իրեն դիմում էր ոչ թե Մխիթար Էդվարդովիչ, ինչպես ընդունված էր, այլ Մխիթար Էդվարդի, հայեցի ձևով։ Ինչն այն տարիներին իր համար անսովոր, բայց պատվաբեր ու հաճելի անակնկալ էր։ Ընդհանրապես Մխիթար Մնացականյանին բնորոշ է մեր օրերի համար հազվագյուտ մի հատկանիշ՝ հիանալ ուրիշներով, բարձրացնել ուրիշներին, լինի դա որևէ մեկի հայտնած խելացի միտք, որևէ լավ երգ ու երաժշտություն, որևէ մարդկային ու բարի արարք։ Ընդհանրապես բարի լինել ու բարությունը գնահատել կարողանում են միայն ուժեղ մարդիկ։ Այսպիսի մարդ է մեր հերոսը, ուժեղ եւ գեղեցիկ մարդ է, եւ իր կերպարով, եւ գործերով։ Իր երաժշտությունն էլ ուժեղ ու բարի մարդու երաժշտություն է։ Սիրո, մարդկային ջերմության եւ միասնականության յուրատեսակ փառաբանություն։ Միշտ հիշում է հոր խորհուրդը. երբ գաք իմ գերեզմանին, քարս մի համբուրեք, իրար համբուրեք։ Ահա այս պատվիրանին հավատարիմ ապրում է մեր կողքին
Մխիթար Մնացականյան հրաշալի մարդն ու տաղանդավոր արվեստագետը, իր գիրկն առած աշխարհը եւ մարդկանց։ Եվ այն պահերին, երբ սրտում կուտակված հույզերն ավելին են, քան խոսքերը, նստում է դաշնամուրի մոտ եւ նորից ծնվում է այն մեծ հրաշքը, որ կոչվում է երաժշտություն։ Կան անուններ, որ առանց ներկայանալու դառնում են քո կենսագրության մի էջը։ Այդպիսի մի էջ էր ինձ համար եւ թանկ ու նվիրական մի ստեղծագործողի անուն, որ այսօր հայտնի է երաժշտասեր հասարակայնության իբրև Մխիթար, որին նաև մենք բտերիմներս Մխիկ ենք կանչում, Մնացականյանը։ Մարդ, որ չգիտեմ ինչպես կարողացավ ստեղծել մի հրաշք երգ։ Այս երգի պատմությունը հետևյալն է, սեպտեմբերի 1-ն է։ Նա պատշգամբից տեսնում է, որ մանուկներին դպրոց են տանում եւ հանկարծ նկատում է, որ որոշ երեխաների տանում են ոչ թե ծնողները, այլ պապիկ տատիկները։ Այդ տեսարանը մտորումների մեջ է գցում նրան։ Այդ երեխաների ծնողները երևի այստեղ չեն, հեռու են կամ գուցե չկան արդեն։ Եվ երգը ծնվում է այս բառերով՝ «Իմ բալիկ»։ Մխիթարի մայրը շատ էր սիրում այս երգը, ամեն անգամ լսելիս հուզվում էր, որովհետև հորը շուտ էր կորցրել։ Երբ մահանում է մայրը, Մխիթարը փոքր-ինչ փոխում է բառերը եւ վերանվանում մայրիկիս։ Որփացած երեխաներից դեպի անհայր մեծացած մայրը, ահա այս երգի պատմությունը։ Մայրիկիս, խոսք եւ երաժշտություն Մխիթար Մնացականյանի, երգում է Արման Հովհաննիսյանը։ Սառնարանց կանաչ տերև, երբեք երկար չի ապրի, Զավակն առանց մոր համբույրի, ապրած կյանքը կին չունի, Ինչ կորցրել եմ ետ չեմ բերի, տարիներս ուր անցան, Քո հայացքը, քո աչերը, ինձ համար երաս դարձան, Եկա տեսնեմ սիրտս բացել, որ քեզ ասեմ իմ մայրի, Շատ դժվար է կյանքում ապրել, Քեզ չտեսնել իմ մայրի, Եկա տեսնեմ սիրտս բացել, որ քեզ ասեմ իմ մայրի, Շատ դժվար է կյանքում ապրել, Քեզ չտեսնել իմ մայրի։ Բախտը դաժան ինձ խիստ դատեց, Քեզնից հեռու ինձ պահեց, Երազիս մեջ ամեն մի օր, Քեզ եմ տեսնում իմ մայրիկ, Երազումս ուրախ եկավ, Քեզ գրկեցի իմ մայրիկ, Վախենում եմ աչքս բացեմ, չհեռանաս իմ մայրիկ, Եկա տեսնեմ սիրտս բացել, որ քեզ ասեմ իմ մայրիկ, Շատ դժվար է կյանքում ապրել, Քեզ չտեսնել իմ մայրիկ, Եկա տեսնեմ սիրտս բացեմ, որ քեզ ասեմ իմ մայրիկ, Շատ դժվար է կյանքում ապրել, Քեզ չտեսնել իմ մայրիկ, Շատ դժվար է կյանքում
հեռանաս իմ Բելլամ Նացականյան 91 թվից հետո իսկապես նրա ստեղծագործությունների լայն ճանաչելությունը մեծամասամբ ապահովեց նաև Արթուր Հակոբյանը իր բարձր ճաշակի գործիքավորման շնորհիվ։ Շնորհակալություն քեզ Արթուր։ Մենք մեծացել ենք մի ընտանիքում, որը շատ ավանդապաշտ է եղել։ Ծնողներս իսկապես ավանդապաշտ լինելով հանդերձ այդ ավանդույթները փոխանցել են մեզ բոլորիս։ Սակայն մեր երեխաներից մենք 4 երեխա ենք, ամենից շատ այդ ավանդապաշտությունը բոլոր տեսակի արտահայտություններով խտացած եղել է Մխիթար Նացականյանի իմ եղբոր մեջ։ Նա շատ նրբանկատ է, նա շատ բարի է, նա շատ հուզվող է, նա շատ նվիրյալ է, նա շատ օգնող է, նա շատ հասնող է։ Գիտեք, այստեղ ես ինչ որ հիմա լսեցի, նրա մասին ես չեմ զարմանում, որովհետև իսկապես դեռևս հələ մինչև վերջ նրա բնավորության ոչ բոլոր գծերը այստեղ նշվեց։ Ես հիմա ուղղակի հիշեցի ռուսական այսպիսի մի ասացված կա, գուցե սա ասեմ ռուսերեն, чем друг отличается от товарища. У товарища попросишь, не даст, а друг сам предложит. Մխիթարը այս տեսակի մարդ է։ Նա երբեք ու երբեք չի սпасել, որ իրեն պետք է անպայման ինչ որ խնդրով դիմեն։ Նա իր շրջապատում լինելով չափից դուրս ուշադիր, չափից դուրս ջերմ, չափից դուրս նվիրյալ, նա հերվից հեռու իմացել է եւ տեղյակ եղել թե ում ընտանիքում կամ ընկերներից ինչ որ մեկի կյանքում ինչ որ մի բան այն չէ։ Եվ նա առաջին իսկ հնարավորության դեպքում ձեռք է մեկնել բոլորին օգնելու համար։ Ես երջանիկ եմ, որ նա իմ եղբայրն է։ Երբ 42 տարեկան հասակում ավտովթարից մահանում է Մխիթարի տատիկը, պապն ամեն գիշեր գնում է կնոջ գերեզմանի այցին, քնում այնտեղ։ Եվ այդ ծանր գիշերներից մեկի ժամանակ պապին երազում ավետում են ապագա տղա Թորան ծնվելու մասին, որը լինելու է իր ամենամեծ մխիթարանքը։ Եվ իսկապես 15 օր հետո ծնվում է այդ մխիթարանքը, որին անվանակոչում են հենց այդպես Մխիթար։ Հետաքրքիր է, որ հետագայում Մխիթարի սիրելի կերպարը պետք է լիներ Մխիթար Սպարապետը։ Մխիթար Մնացականյանը, ինչպես ժամանակին իր պապը, այսօր հրճվում է իր հրաշք թոռնիկներով եւ գրել է այս բարեղանակները սիրով անվանել է հենց նրանց անուններով։ Տիգրանի պարը, Դավթի պարը, Ջութակ Վարդան Պողոսյան, երաժշտությունը Մխիթար Մնացականյանի։
Բարեկամներ, ինչպես հիշում եք, հաղորդման սկզբում խոստացանք պատմել, թե ինչու է այնուամենայնիվ Մխիթար Մնացականյանը տարիներ շարունակ համառորեն գաղտնի պահել իր անունը։ Նույնիսկ իր առաջին ձայնասկավառակի վրա գրել միայն ազգանունը Մնացականյան, մտավախություն ունենալով, որ անունը կարդալով մարդիկ կճանաչեն հեղինակին։ Ինքը բացատրում է, որ պատճառը ներքին գործերի նախարարությունում իր զբաղեցրած պաշտոնն էր։ Չէր ուզում բացահայտել իր երկրորդ ինքնությունը, ստեղծագործող երաժիշտ լինելը, ինչը կալանավորների կողմից կդիտվեր որպես մարդկային թուլության նշան եւ կարող էր վտանգել խստաբարո պետի իր կերպարը։ Անշուշտ դա կար, բայց թող մեզների պարոն Մնացականյանը մեր կարծիքով կար նաեւ մեկ այլ պատճառ՝ իր բնույթը, մարդկային տեսակը։ Ծանոթացեք նրա հետ, զրուցեք նրա հետ կյանքի լույս ու ստվերից, լավից ու վատից, երաժշտությունից, արվեստից, կյանքի փիլիսոփայությունից եւ կհամոզվեք, որ այդ ապարաժի պես հզոր վիթխարի կամքի տեր մարդու մեջ մի զարմանալի զգայուն ու քնքուշ սիրտ է ապրում։ Կհամոզվեք, որ ինքն իրեն անանուն պահելու գլխավոր պատճառը իր չափազանցության հասնող համեստ ու խոնար վերաբերմունքն է մշակույթի, հանդիսատեսի եւ առասարակ մարդկանց նկատմամբ։ Եվ պատահական չէ նրա մասնագիտական ճակատագիրը, դատաբժիշկ, որը համատեղում է արտաքուստ անհամատեղելին, իրավաբանին եւ բժշկին, այսինքն մի ձեռքով պատժողին, մյուս ձեռքով փրկողին։ Ահա Մխիթար Մնացականյան մարդը, իսկ Մխիթար Մնացականյան արվեստագետը եւ նրա ստեղծագործությունն ընդամենը այդ զարմանալի կերպարի բնական շարունակությունն է։ Եթերում երկերքոցներ Մխիթար Մնացականյան տաղանդավոր արվեստագետի նորովի բացահայտումով եւ նրա հրաշալի երգերով ու մեղեդիներով կհանդիպենք։